Երբ քաղաքը դեռ քնած է, իսկ փողոցները կիսադատարկ, պարեկներն անցնում են հերթափոխի։ Նրանք առաջիններից են, որ դուրս են գալիս փողոց հսկելու նոր արթնացող կյանքն ու ապահովելու անվտանգ միջավայր։ Պարեկային ծառայության լոռու գումարտակի ավագ պարեկ Հեղինե Լոռյանը նույնպես ապրում է նմանօրինակ առօրյայով։ Նա պարեկային ծառայություն է ընդունվել հանցավորության դեմ պայքարի ոգեշնչումով։ 2022 թվականից ծառայում եմ պարեկային ծառայությունում, որոշեցի ընտրել պարեկային ծառայությունը, քանի որ միշտ հետաքրքրված եմ եղել իրավական ոլորտով եւ ցանկանում եմ օգնել հասարակությանը իմ գիտելիքները կիրառելով գործնականում։ Հեղինեի համար ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատվություն ու նվիրում։ Համազգեստը պարզապես հագուստ չէ, այլ հպարտություն ու արժանապատվություն։ Իսկ երբ պատասխանատու ծառայությանն ու համազգեստի պատվավոր ներկայությանը գումարվում են կանացի խստապահանջությունն ու նրբությունը, ձևավորվում է հակասություններով լի մի կերպար, որը կարծրատիպեր է կոտրում։ Հասարակության մեջ կան կարծրատիպեր, որ ոստիկանությունը տղամարդկանց գործն է, կանայք իրավունք չունեն ծառայելու ոստիկանությունում, սակայն ես կարող եմ պնդել, որ կանայք նույնպես ուժեղ են, համառ եւ նպատակասլաց եւ կարող են ինքնուրույն կազմակերպել իրենց ծառայությունը արդյունավետ կերպով եւ կարող են արժանապատվորեն կրել համազգեստը եւ մատուցել ծառայություն Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին։ Հերթափոխի ավարտով, սակայն Հեղինեի օրը չի վերջանում։ Նրա կյանքում կա կարգապահության երկու տեսակ՝ ծառայողական ու մարզական։ Երկուսն էլ պահանջում են սառնասրտություն, կայունություն ու արագ որոշումներ։ Նա ծառայողական համազգեստը փոխում է մարզականի եւ մտնում մարզադահլիճ։ Գորգին մոտենալիս փոխվում են խաղի կանոնները, բայց ոչ սկզբունքները։ Պարեկային ծառայողը տատամիի վրա դառնում է մարզիկ, կենտրոնացած, լուռ ու ազդեցիկ։ Այստեղ եւս շարժումները հստակ են, կշռադատված եւ ուժեղ, ինչպես ծառայության մեջ։ Մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով, ներկայումս զբաղվում եմ քրոսֆիթով, վազքով եւ կարատե մարզաձևով։ Կարատեով հենց սկսել եմ զբաղվել 15 տարեկանում։ Այդ տարիքում ինձ մոտ եղավ այնպիսի փուլ, որ ես սկսեցի ծանոթանալ գոջուրյու կարատեի մշակույթին եւ փիլիսոփայությանը, որը ինձ տվեց մեծ կամքի ուժ։ Սպորտս նույնպես դեր է խաղացել, որ ես անցնեմ ծառայության ոստիկանության շարքերում։ Հեղինեն վստահեցնում է, սպորտը ծառայության մեջ շատ է օգնում։ Մարզումները ոչ միայն ֆիզիկապես են ամրապնդում, այլև հոգեբանորեն։ Սովորում ես վերահսկել հույզերդ, գնահատել վտանգը, ճիշտ պահին արագ կողմնորոշվել։ Հենց այդ պատճառով էլ Հեղինեն շարունակում է մարզվել, շարունակում է զարգանալ ու ուժեղանալ ոչ միայն որպես պարեկ, այլ նաև որպես անհատ։ 2024 թվականին դարձել եմ Հայաստանի չեմպիոն, Վրաստանի մրցումներում եմ հաղթել, ձեռք բերել առաջին եւ երկրորդ տեղի մեդալներ եւ Դոնի Ռոստովում կայացած մրցաշարին եմ մասնակցել միջազգային, որում ձեռք եմ բերել 4 մեդալ, որից 2-ը ոսկե եւ 2-ը արծաթե։ Հեղինե Լոռյանի օրինակը լավագույն պատասխանն է այն հարցին, թե արդյոք հնարավոր է համադրել ուժը, կանացիությունն ու կարգապահությունը։ Պատասխանը պարզ է, ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։